տեսել եք չէ, տենց մի հատ ծաղրական ելույթ արդեն ունեցել են, անձամբ ինձ շատ ցավեցրեց, որ դրանցից ինչ-որ մեկը վեր կացավ, ասեց, ինչ կա, ապագա վարչապետ Սամվել Կարապետյանից, ծաղրում էր էլի։ Հիմա այդ ձև նույն ձև վեր են կենալու, ասեն վեր են կացի, ասել են ինչ կա, դու չես լսել, որ ասել են ինչ կա 300,000-ից։ Էդ էլ են ասել։ Խնդրեմ։ Արմինե Ադիբեկյանը շատ լավ պատասխանեց օրինակ, ասեց հիշում եք ժամանակին էլ վեր եկեն, որ 18 թվականին եկել էին։ Չէ, 18-ին եկել են, որ մենք բոլորս չէ, 200 հոգին մնացած այդ ձեր ասած բանը ազգային, եսի ինչ տհասները գնացել Նիկոլի հետ ինչ որ ճանապարհ էին անցնում։ Բանը ասում էին, որ Արցախն ա տալու, իրանք որ եկել ասում են, տվել է Արցախը։ Տվել է իմ դեբիլ ընկերուհիներն էլ էին ասում թուրքերը։ Հիմա նույն բանն են ասում են։ Տվել է Արցախը։ Տվեց է, հիմա նույնն են ասում, եկել են 200-300,000։ Ըստ այդմ։ Կամ ասում են, Հայաստանի Հանրապետություն, ինձ գիտեք ինչ էին ասում։ Հանրապետական կուսակցության երկու բարձրաստիճան պաշտոնյան է, շատ բարձր։ Բան այդքան տգետես ապուշես չես հասկանում ոնց կարող է Հայաստանի Հանրապետությունից մի սանտիմետր անցնի դու հասկանում ես մակով ճանաչած է այդ բաները բոմժերը հիմա փախած են էլի իմիջիալոց այդ հանրապետական նախկին բարձրաստիճան պաշտոն դու հասկանում ես ինչ ես խոսում ոնց կարող է Հայաստանից բան տարածք ինչ որ մի մետր տարածք զիջեն հա Հիմա նույն տրամաբան ոնց կարող է Ադրբեջան այդ նույն ձևով կպակ այդ նույն կերպով մեկ էլ մի օր աշկերտ կբացեք կտեսնեք Մասիսում 1000 հոգի լցված տաներից շպրտում են Երևանում եկել շպրտում են այնտեղից հայերին հանում շպրտ հետո ում զանգենք ռուսներն էլ գնացել են արդեն ում են զանգելու այդքան ում զանգենք չէ զանգելու բաներ չի լինելու Դառնում են Աֆղանստանը 21 թվի։ Էնպես որ այստեղ քաղաքական պատասխանատվություն ունի։ Ես իսկապես այս ամբողջ դժոխքը արխիվում այս չի տենց անհույս վիճակ է։ Եվ այո, եւ ոչ։ Հայ ազգը ունի լուրջ պոտենցիալ, դուք ձեր սկզբի ներածական ելույթում այդ ակնարկեցիք, այսպես այդ թեման sense արծարծեցիք, որ ասիկ երբ որ հայը մի օր ոտի կանգնի, sense մի ավելի գերարվեստական բառերով ասեցիք Ես ձեր համաձայն եմ, իրականում հայ ազգը Սփյուռքով հանդերձ բնականաբար մի խոսքով իր ամեն ինչով հանդերձ, լավ հիմա չառանձնացնեմ, ամեն ինչով հանդերձ շատ լուրջ պոտենցիալ ունի։ 20 միլիոն հայություն կա աշխարհում։ Բայց քանակն ըստ էական չի։ Էականը այդ կառուցվածքային հզորությունն է, իսկ ավեջիշտ հիմա հզորություն չկա, բայց դրա պոտենցիալը։ Եվ այո, ցավոք սրտի, եւ Իլհամ Ալիևը, եւ Ռեջեփ Թայիպ Էրդողանը, դա շատ լավ հասկանում են։ Հիմա լավ, բայց վերադառնալով Նախիջևանի թեման, հա, ամփոփեցինք, այսինքն այստեղ էլ եմ ասում, ուժեղ Հայաստանը ունի պատասխանատվություն, որտեղ հիմա իրանք ամեն ձև փորձելու են այդ թեման արժեզրկել, գալ բոլորիս ասել, հա, ինչ եղան 300,000-ը։ Ուցի ասեն, հա, տվեցինք Արցախը։ Հա, Նիկոլն եկել Արցախը տա, մատ Կարինե Խոդիկյան կա, բան համապատասխան ուղեղի չափով։ Հա, Սմիկ եկել Արցախը տա։ Հա Բզանող կա մի հատ այդպես ըստ այդմ էլ եմ ասում միակ ձևը որով այս դե ֆակտո իշխանությունները կարան հերքել այդ թեման դա իրանք հիշում եք ինչ օկտիվ էին չէ հերքում նախընտրական շրջանում դաժե տեսան թեման շատ է ծավալներ ստանում անձամբ այդ դե ֆակտո պարագլոխը կանգնած ասացի իշխանության օրոք ադրբեջանցիներ չեն գալու ոչ ավել ոչ պակաս իհարկե ինքը հետո դրա արդարացումներ կարա գտնի ասի այդ մարդիկ ադրբեջանցի չեն հայաստանցի են Հայաստանի քաղաքացիներ են եղել ժամանակին, ով ասաց Հայաստանի տարածքները տվել այդքան զոհեր մասել է։ Գիտեք, մի կոչ ունեմ ես, նաև գիտեք որ կոչերով հանդես գալ չեմ սիրում, բայց մի կոչ ունեմ մեր ընդդիմության եւ հատկապես նրա համեմատաբար նոր եւ անփորձ հատվածին։ Ինչքան Հայաստանը եւ դուք հիմա որպես ասենք հայկական քաղաքական դաշտի գրողներ, ինչքան Հայաստանը փորձում է անպատրաստ հալին խույս տալ հայ ու թուրքի կռվից, այդքան այդ հայ ու թուրքի կռիվը ավելի շուտ է գալի ու ավելի ջախջախիչ արդյունքով մեզ համար։ Պետք չի մեզ, մեր ասածները, մերպես մարդկանց, ասենք իմ Տիկին Անժելայի, լիքը այլ մարդիկ կան հիմա Մատյանով անունները չասեմ։ Պետք չի ընկալել որպես ինչ-որ հնացած 21-րդ դարի ոգուն հակառակ, որ մենք ինչ-որ շատ ռադիկալ ենք, մենք ռադիկալ չենք։ Մենք նորմալ մարդիկ ենք։ Ուղղակի այսօրվա դրությամբ նորմալը այնքան է շեղվել, ես իմ ուր եք տարել հասցրել նորմալը, որ իրական նորմալ մարդիկ արդեն ձեր աչքին երևում են ինչ-որ տենց արմատական բան եւ այլն եւ այլն։
Սա լուրջ հարց է։ Սա այո, հայ ազգի Հայաստան պետության գոյության հարցն է, սա այդ հազարամյա հայի թուրքի կռիվն է։ Եթե դա ձեզ հաճելի չի, դուք ուրիշ խաղ եք ուզում խաղալ, ուրիշ կռիվ եք ուզում կռվել, չկա։ Նույնը, ասենք, վերաբերվում է օրինակ այս թրիփի թեմային։ Կարապետյան Նարեկի արդարացումը հետևյալն է։ Մենք ասում ենք, որ դա միջանցք չի, ճանապարհը, որ եկուց երբ որ լինենք իշխանության նստենք Ալիևի հետ բանակցելու, Ալիևը մեր դեմը չդնի, ասի, հեսա տեսեք, դուք եք ասել, որ միջանցք կա։ Չէ, դուք արդեն մի հատ էսպիսի բան էլ ասես, չէ՞ որ լավ է ամերիկացիները, չէ՞, այդպիսի բանը չէ՞ որ Նարեկը ասել։ Դե ասած կլինի։ Չէ, դե եթե ասել ես այդ դե այդ մեկը չեմ ֆիքսել, դա չեմ ասում։ Շատ իր եղի։ Չէ, այն ինչ որ լսել եմ։ Բարձա, չէ՞, որ Ամերիկային բերել եւ այստեղ։ Բա Ամերիկային հատուկ են բերել։ Ամերիկայի ներկայությունը այստեղ նշանակում է, որ դու Իրանի հետ ինչի մեջ ես Ամերիկային հատուկ են բերել։ Զգացել են, որ թուրքերը, ես ձեր եթերում այդ մեկը հիշում եմ ասել եմ, թուրքերը հասկացան, որ դժվար է Իրանի դիմադրությունը կոտրել այս հարցում, անկանխատեսելի է, կարող է իրոք Իրանը հարվածի։ Ասի դե եթե այդ տարածքը արդեն ոչ մեկին չի պատկանում, հայերը ձեռ են քաշել, միջանցք են սարքել, դե իմ շահերն են հարվածում են։ Բանի Նախիջևանի аэроպորտի մոտ հարվածեց։ Շատ է թե հետո այդ թեմասը վաղեցին գնացին, ասին մենք չէինք։ Նույն ձև թուրքերը եւի զգացին, որ անկանխատեսելի է Պարսկաստանը իրանց համար, բերեցին ամերիկացիներին, դա ես ասել եմ ձեր եթերում։ Հիմա լավ, բառախաղի մեջ ոչ չենք մտնելու։ Ի վերջո լավ, ենթադրենք միջանցքել չի, ճանապարհ է։ Հա բայց մեզ պետք է որ մեր տարածքով թուրքերը իրար հետ ճանապարհ ունենան կապ։ Թուրքերի վաղի մի մուրազը կատարել։ Լավ, օքեյ, հայ մաքսավորները, հայ սահմանապանները այնտեղ կանգնած են, դա նույն ձև ենթադրենք, մի պա ենթադրենք, չնայած այդ թղթում օգոստոսի 8-ի, ախր սևով սպիտակի վրա է գրած unimpeded connectivity, անխոչնդոտ կապ, անխոչնդոտ հաղորդակցություն Ադրբեջանի եւ Նախիջևանի մեջ։ Որում այդ փաստեր կարելի անverջ բերել։ Ասենք դու այսօր ունես միջև ատամները զինված երկու թշնամի պետություն հարևան, դու Իրանի հետ ինչ ես բերում, Իրանի թշնամին բերում, այստեղ Իրանին դարձնում, Իրանի համար դառնում թիրախ, Իրանի դեմ, ինչի։ Դու էլ հիմնավորված բան ասեցիր, ու դա կարելի անverջ շարունակել, էլի, ու դու ոնց կարող ես Նարեկ սրա, ասենք, մի հատ էլ բան անես, էլի, ասես հա մենք դրան դեմ չենք, չգիտեմ, ինչ ենք, ինչ որ խոսում եք, մի հատ լուրջ վերլուծեք, դատեք, չգիտեմ, նոր ինչ որ բաներ խոսեք։ Էլի եմ կրկնում, մենք նորմալ պայմաններում չենք ապրում, որ կուսակցությունն ասի, գիտեք, ես ունեմ իմ ծրագիրը, իմ վարչությունը, իմ կանոնադրությունը, մեր վարչությունը ընդունել ասենց որոշում եւ այլն եւ այլն։ Հա, նորմալ ասելով նկատում եմ, երբ որ sense գոյաբանական խնդիր չկա եւ էլիտատել օտարի դրածո չի։ Նորմալ պայմաններում, հա, ճիշտը սա է։ Հիմա կուսակցությունը հասկացան կուսակցությունը ամեն պահի հաշվետու չի լինելու հանրությանը։ Բայց մեր դեպքում, երբ որ կուսակցությունը, ցանկացած կուսակցություն ընդդիմադիր, ընդամենը միջոց է այդ ազգային ազատագրական պայքարը տանելով, ուրեմն պիտի մաքսիմալ ամեն ինչ անել։ Ապրեք։ Եվ այսօր այդ անունները անդադ հնչեցնել, նրանք ովքեր այդպես դրանով եկան, օրինակ ազգային ժողով կամ առաջնորդություն ընդդիմադիր իրենց վրա վերցրեցին եւ այդպես իրենց պահեցին նախկինում, այդ իշխան Գեգամ Նազարյաններն ու Արմեն Գևորքյանները եւ այլն, դրանց պիտի բախարակել, որ այս մարդիկ ճիշտ տեղում չեն։ Հիմա եթե հանկարծ ուժեղ Հայաստանն էլ որոշի այդ ճանապարհը, ուրեմն թող վստահ լինի, որ ինքը սխալ, չեմ ասում դավաճանքը, սխալ ուղղության վրա, բայց մյուս կողմից էլ այդ գալիս հարցին էլ պատասխաններից ու ավարտենք։ Մյուս կողմից էլ հիմա տեսեք, իրենք շատ ուժեղ են այն իմաստով, իրենք ուժեղ չեն, ես միշտ ասում եմ, իրենց հատուկ հատկանիշների համար են գտել բերել, ոչ թե չէ, որտեղ ասենք այդպես Ալենը կարող է իրան Երևակայի էսպային ուժեղ են, իր արևին ինձ էլ հիշում եք, որ ազգային ժողովում ելույթ ունեն, ասում թող իր գործերի, դատական գործերի, իբր թե այս բոմժը, բան է, էլի պարզա պաշտոնի ես եղել, դատավորներին ասել ես, այտենց որոշում կայացրու, Արայանի հերոսություն, ես էլ պետք է գրեմ, ասեմ, հա ես սխալ եմ արել, որ ասեմ, ես ասեմ թե չասեմ, դու կարող ես այդ բանը ամբարո բառը, թքող բառը, փողոցային, թափթփուկ եկած, փոխվի։ Բոմժությունը կարող է դուրս գա մարդու միջից, անդաստիարակությունը կամ ոնց որ սկզբում ասեցի, 45 տարեկանում մարդը նոր չի դաստիարակվում։ Այդ ինչ կաս, այդ մամատ են գլխից ուրեմն սխալ է քեզ դաստիարակել եւ ընդհանրապես հիմա հարաբերականորեն հա առավելություն ունեն, իր արևին sense այլի մատ տղա ենք դատավորներից պահանջել ենք, որ ասենք Անժելայի դեմ տես որոշումներ են կայացնում, տուժեր են նշանակում, այս գումարը վճարի, այս գումարը 3 հատ դատ մենակ ինքն է իմ դեմված այդ ողորմին էլի։ Հիմա ինչ է ուզում ասել, տեսնում են որ բաներ, այս ուժերը
տեսնում են մյուսները, որ ինչը ոնց է վարվում ինքը Գագիկ Ծառուկյանի հետ, մյուսների հետ, գուցե մտածում մենք այսպես մեզ հանգիստ պահենք, մեր հետ չգա, դա տեղի չունենա, բայց դրանից հետո կա բայց։ Այդ բայցը ասա եւ ավարտենք։ Դե դրանից հետո կունենա բայց, որ ավելի շուտ կգան։ Նախ արդեն եկել են, եթե հիմա ասենք խոսում ենք ուժեղ Հայաստանի մասին, հեծը ինձնից են խլում։ Մատնես լավ վարկ այդ գալ վաղուց, կամ վաղուց են արդեն իրանց հետևից գնացել։ Հա, երկրորդ դե գիտեք, այսինքն պետքա պատասխանատվության հարց է, ոչ մեկին ոչի բանում չի կարա մեղադրի։ Այսինքն մարդուն կամ մի բանի մեջ կարելի է մեղադրել ինքը իր արժև թերանալու համար, հա, որ դու ինքդ քո արժև ես պատասխանատվություն ստանձնել, որ ազգային պայքարի մեջ ես մտնում։ Դե լավ, արդեն դա քո որոշումն է ու այո, այդտեղ եթե դու թերացար նահանջեցիր, այդտեղ կարանք մեղադրենք։ Ինքդ քո առաջ ես թերացել։ Կոպիտ ասած, հիմա իրանք ասում են պետք է երազեք, որ մենք լինենք ընդդիմություն, հարց չկա, երազենք, բայց ի վերջո ձեր որոշումն է եղել այս ամեն ինչի մեջ գալ մտնել։ Իսկ այս ամեն ինչը եղել է եւ ով ասում երազեք որ մենք Կարապետյան Սամվելը, ասա պետք է երազեք որ մենք մնանք պայքարի թեմայի մեջ։ Դե մի լրագրող ճեպազրույցի ժամանակ հարց տվեց, ասես կարող է դուք էլ ոնց որ հետ նահանջանեք, բան էս։ Չէ, դերվի վստահ է որ ինքը պայքարելու է այդ նկատի ունի Սամվել Կարապետյանը։ Այդ եմ ասում, հա, ճուզողություն չեն կանում, ասում հապեր հարց չկա, էլի երազենք։ Բայց դուք գիտակցում եք սա ինչ խաղ է, ինչ պայքար է, դիմացինը ով է, դուք այդ բոլոր հնարավորությունները ունեցել եք։ Հայելի ակումբի տաղավարը Աստված գիտի օրինակ որ թվից կա, լիքը այստեղ խոսացողներ, այստեղից դուրս խոսացող մարդիկ խոսում են անverջ անդադար, մինչև նաև ձեր ասպարեզ գալը, բեմ գալը եւ այլն։ Լավ դժվար է գոնե այս հարվածներից հետո որ ազգային ժողովը թարազույց չի սկսել իր աշխատանքները, արդեն ինչերի ենք ականատեսել, նվաղ սկսի ինչ կլինի։ Մենք դժվար է հասկանալ դիմացինը ով է, ինչ ակնկալիքներ ունի եւ որ անհնար է պայմանավորվել։ Մի մարդ կար կադաստրի ԿՊ-ի հետ պայմանավորվել է հավասարազոր ինչի։ Պետներ, հեսա կասեմ ինչի։ Կադաստրի հետ հեղափոխական, այսպես ասած, է 18 թվի կադաստրի առաջի պետներ, Քաղշինի առաջի պետներ, չեմ հիշում ինչի պետներ, Ազգանով Վերմիշյաններ։ Կարծեմ ինչև այսօր նստած է։ Այսինքն ինքը առաջի այդ պաշտոնին առաջի մարդ։ Ինչ հիշողություն ունես Էդգար։ Պայմանավորվելու հետևանքները։ Ի վերջո գիր գրականություն կա, օրինակ կա Մաո Ցեդուն, այդպես մարդագործություն ունեցել Չինաստանում։ Երբ որ ինքը եկավ իշխանության, որոշ տարիներ կառավարեց, իսկ հետո երբ որ զգաց, որ իր իսկ թիմը մի քիչ արդեն շատ աճել։ Դեսապինին ուղարկեց եսի մինչ ակսորի։ Չէ, Դեսապինի մասին, դրան էլ ինքն էլ այդ իրա։ Իմ խոսքը բանի մասին է, այդ այսպես կոչված մշակութային հեղափոխության, որը ոչ այլ ինչ էր, երբ որ եթե ոչ բռնադատություններ, առաջի էշելոնի հանդեպ, բայց հիմա մենք որ քննարկում ենք վա այդ դե ֆակտո պարագլխի ամենամերձավոր մարդիկ խի նույն պաշտոնին չմնացին, կարող է մեջները ինչ որ գժտություն կա, բան կա։ Ասում են օրինակ Արայք Հարությունյանն ուղարկում է բան դեսպան Ալենը թե Արեններ ինչ էր նույնը Ալենին ուղարկում նույնը ստալինյան բռնաճնշումները, որոնք առաջին հերթին 30-ականներին ամենամեծը ուղղված էին հենց այդ ամենահին ոնց որ կուսակցականների, այդ թվում նաև որոշ իրա մերձավորների հանդեպ։ Այսինքն այս տեսակ ռեժիմները ինչ որ պայծ նույնիսկ սկսում են իրանց թիմերը մակրազարդել, ազատվել դրանցից եւ այլն։ Հա, ուր մնաց թե այն դասակարգին, որոնց դիտում են որպես հա, դասակարգային թշնամի, հասկացաք միտքես։ Էդգար, ինչի էս երկուսին պաշտոնից բան արեց, այն մեկին այդպես իջեցրեց, Արայիկ Հարությունյանին, տեսեք, Ալենը ուրեմն հանդուրժեց, որ իր եղբոր կնոջը տարավ նստացրեց բանդ։ Ալենը բոլոր տեսակի նվաստացումները տանում էր, դրանից հետո այն ամեն տեսակի բաներ պատրաստեր ձեռքի տակ, սենց տեսնում եք, չէ՞, յուղոտ բաները, պերաշկիներներ ուտում, սենց, չգիտեմ ինչեր էր անում, այս բաների մեջ ընկած, սենց թավալվում էլի։ Բայց հանեց հիմա էլ չգիտեմ, ուղարկեց այնտեղ ինչի կամ այն Արայիկ Հարությունյանին։ Դե էլի եմ ասում, սա շատ օրինաչափ երևույթ է այս տեսակ հոգեկերտվածք ունեցող ղեկավարների եւ այս տեսակ համակարգերի ռեժիմների համար ինչ որ բայից այդ պարանոյան երբ որ դառնում է արդեն տոտալ,
ինքը սկսում է աշխատել նաև ոչ միայն հակառակորդների, այլ նաև թիմակիցների ուղղությամբ, բա որ սա տակը սփորի, սա որ կոմանդիրովկի է եղել Ամերիկայում, ընդ մի երկու պաշտոնյայի հետ ավել երկու բառափոխանակ է։ Բա որ կոմանդիրովկա են գնացել, գործուղման են գնացել Ալենի հետ, ասենք Ռուսաստան այնտեղ ինչ ա եղել։ Օրինակ, հա, այն օրը մի քիչ դարս բարևեց, կտիտակ բարևեց։ Այդ տեսակ բաները, ել եմ ասում, շատ նկարագրական են նման ռեժիմների համար։ Հիմա իմ ասածը ելի եմ կրկնում, սա բան չի, հրթիռագիտություն չի, էլի գիտություն է, քաղաքագիտություն է կոչվում դրա անունը, բայց ամենայն դեպս քաղաքագետներ ավելի շատ կան, քան հրթիռագետներ, եւ կարելի է լսել, հասկանալ, ի վերջո զգալ։ Չգիտեմ, գիտեք, իմ երջանկայի շտակ տատիկը մի խոսք ուներ, ասում էր ազին գիտի իր ասազին։ Եվ որ խրատում էր, ասենք ворթիներին, թորներին, տենում էր, որ ոնց որ ականջալուր չեն լինում, բան չեն անում, ասում էր ազին գիտի իր ասազին։ Ես լիահույս եմ, որ ընդդիմությունը այդ ճանապարհով չի գնա, որ ազին գիտի իր ասազին, թե հիմա անդե Էլբակյանն ու Թովմասյանը հայելում նստած ինչ են խոսում, բայց իրանց գործն է, մենք մեր անելիքը գիտենք։ Դա սխալ ճանապարհ է, sense ուղղակի կարճ ասեմ, դա սխալ ճանապարհ է, այս իշխանությունների հետ պայմանավորվել փորձելը, տակտիկական դաշինքի մեջ մտնել փորձելը, ճանապարհը դեպի քաղաքական վախճան։ Ինչքան բան։ Շնորհակալություն։ Ձեզ էլ։